Այդ օրենքը ճիշտ կանեն փոխեն։ Նայեք Լուսինե ջան, մարդիկ ասենք Սողոմոն Թելերյանը թայլաթին խփեց, մեր վրեժը լուծեց, ասենք թե գնար նստեր մի 10-20 տարի տառապեր։ Գիտես ինչ հիմա տառապում, չէ՞ ինքն էլ գիտի, բոլորը տառապին հանում մեր վրեժի։ Բայց ասենք հոգեվորականները, որ երեխա չեն ունենում, կնիկ չեն ունենում, տառապում են, չէ՞, դժվար է, չէ՞։ Այդ հանուն ինչի են անում։ Ասենք որ մի Գարեգին երկրորդը կնիկ ունենար, երեխա ունենար։ Դրանից ինձ որ չունեցե հանուն դրա տառապելա, չունեցե, ինձ օգուտ դրանից։ Ինչ օգուտ, որ Գարեգին երկրորդը տառապելա, առանց անկնիկ տառապելա։ Որպեսի օբյեկտիվ լինի այս հարցազրույցը։ Ես ասեմ, ես կոչ եմ անում մեր հոգևորականներին, բայց որոշելուն է իրանցն է։ Դա հոգևոր աշխարհը պիտի որոշի, ոչ թե Նիկոլը կամ ես, հասկանում եք։ Հոգևոր ես ասում եմ օրենքը փոխեք, բարեփոխումներ արեք, թող սրբազաններն էլ, կաթողիկոսներն էլ իրավունք ունենան ամուսնանալու, նաև երեխա ունենալու։ Հիմա տեսեք, եթե օբյեկտիվության տեսանկյունից ենք նայում, եթե մարդը գնում է այդ քայլին, ընտրում է հոգևոր ուղին, այսպես ասենք, ուրեմն բնականաբար գիտի թե իրեն ինչ է սպասվում։ Այդ եմ ասում, թող օրենքը փոխեն, խիտենց բան սպասվի իրանց։ Լուսինե ջան, դե եթե չեն ցանկանում, հա, այսպես անկյունից, եթե չեն ցանկանում, գնան այլ ուղի։ Ասենք հոգևորականը, սրբազանը, կաթողիկոսը կնիկ որ չի ունենում։ Դրանով մեր ինչն է ավելանում, որ կնիկ ունենա, մեր ինչն է պակասում, ոչ մի բան է։ Չէ, եթե ասում ինչն է դրանով մեր ավելան, հա եթե հանուն ազգի որ ժառանգաբար փոխանցվում է, ենթադրենք։ Ինչն է փոխանցվում ժառանգաբար։ Դե առաջ ոնց է եղել, չէ։ Հա թող եթե պիտի ժառանգաբար չփոխանցվի, թող չփոխանցվի, օրենքը թող դա արգելվի։ Հա չէ, ինչ պարտադիր, ասենք ժառանգը արժան կլինի, որ ինքը լինի կաթողիկոս կամ թագավոր կամ չգիտեմ, ինչ հա թող լինի, արժան չի թող չլինի։ Այդ ինչ կապ ունի մեկը մեկի։ Չէ, այնուամենայնիվ տեսեք, եթե իսկապես լինենք օբյեկտիվ, եթե մարդը ընտրում է այդ ուղին, պետք է հասկանա, թե իրեն ինչ է սպասվում։ Բայց դա հոգևորականների օրենքն է, չէ։ Նորից ասում, ես որպես շարքային քաղաքացի Աստծուն հավատող մարդ, ես իրոք Աստծուն ամենաշատ հավատացող մարդկանցից մեկն եմ ու Աստծո պատվիրաններով իրոք ապրող մարդ եմ։ Ես Աստծո պատվիրաններով իրոք ապրում եմ։ Համենայնպես Աստծո պատվիրանների մեջ կա որ պետք է կաթողիկոսը չամուսնանա, կամ ինչ-որ մեկը չամուսնանա։ Աստծո պատվիրանի մեջ կա որ եթե ինչ-որ մեկը չի ամուսնանում, նա ավելի բարձր մարդ է, քան այն ամուսնացողը։ Չկա, չէ՞, տենց բան։ Բայց այսինքն այդ օրենքը հանել են հոգևորականները, իրանք էլ դու փոխեն։ Դու փոխեն դու երեխա ունենա սրբազանը, իխի չունենա։ Մանավանդ արժանավոր մարդը, ասենք Լուսինե ջան, հենց Վազգեն առաջ ազգային հերոս է։ Կարծեմ առաջի ազգային հերոսներ իրան են, չէ՞ տվել։ Ճիշտ գիտեմ, վերջը, չգիտեմ։ Դա ինչ որ ազգային հերոս, իրոք Վազգեն առաջինը։ Վատ կլե, որ հիմա սերունդ ունենար։ Այսինքն դա նաև վատ է, որ նման կարգի մարդը սերունդ չի ունեն, մեծ ինքը այդում կորում է ոնց որ։ Հասկանում եք։ Դե լավ, այնուամենայնիվ շատերն այլ օրենքն են մեջ բերում, օրենքը փոխել, Լուսինե ջան։ Ես ասում եմ օրենքը փոխել։